Ողջույն բարեկամներ, շատ հետաքրքիր զարգացում են տեղի ունենում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական եւ թուրք-ադրբեջանական հարաբերություններում։ Այս օրերին, չգիտես որտեղից եւ չգիտես ինչու, թուրքերը որոշել են բացահայտել 44 օրյա պատերազմի հետ կապված շատ կարևոր հանգամանքներ։ Նույնիսկ վտանգի տակ դնելով թուրքական պետությունը։ Այսինքն ինչու վտանգի տակ, որովհետեւ եթե հայկական պետությունը լիներ անկախ պետականություն, ապա այս հանգամանքը կարող էր օգտագործվել միջազգային դատարանում հայց ներկայացնել համար թուրքական պետության դեմ։ Հիմա նայեք ինչի մասին է խոսքը։ Ու փորձենք հասկանալ ինչու հենց հիմա, ինչու են հիմա սա բացահայտում։ Նոր բացահայտումներ Արցախյան 44-օրյա պատերազմից։ Թուրքիան արխիվներ է բացել, հրապարակել նոր փաստեր։ Ով է եղել Արցախյան 44-օրյա պատերազմի ստվերային ուղեղը։ Փաստացի ստացվում է այնպես, որ թուրքական հետախուզությունն է եղել այդ ստվերային ուղեղը ու թուրքական հետախուզության համար Արցախյան 44-օրյա պատերազմը դարձավ թաթերաբեմ։ Թուրքիայում վերջերս Դες հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ էր Էրդողանը էլի, չգիտես որտեղից, հիշացրեց Ալիևին, որ եթե չլիներ Թուրքիան, Ալիևը, Ադրբեջանը չէր կարող հաղթել 44 օրյա պատերազմը։ Իսկ չէր կարող գրավել Արցախը, որին հաջորդեց միանգամից Ադրբեջանի կոշտ պատասխանը, որ Արցախը գրավել է ադրբեջանական բանակը, իսկ մնացած փոքրիկ օգնությունները եղել են ուղղակի ազդեցություն։ Անցնում է մի քանի ամիս, Էրդողանը սկսում է մանրամասներ ներկայացնել։ Ես այս պահին փորձենք հասկանալ ինչու հենց հիմա եւ ինչն է իրանց համար կարևոր այս հարցում։ Ով է ռազմական հանցագործը։ Թուրքիան թե Ադրբեջանը, ավելի ճիշտ ով է ավելի մեծ ռազմական հանցագործ։ Այստեղ իրար մեջ կռիվ է գնում։ հրատարակվել է գիրք ազգային հետախուզական կազմակերպություն 1826-ից 2023 թվականներ անվանումով։ Հենց այս գրքից պարզվում է, որ թուրքական ազգային հետախուզական կազմակերպությունն է ստանձնել Բայրակթար ԹԲ2-ների անօդաչու թռչող սարքերի ինտելեկտուալ կենտրոնի կառավարումը, դառնալով թիրախավորման եւ օպերատիվ կառավարման գլխավոր դերակատարը։ Բայրակթար Մենք գիտենք դա, ու դա կառավարվում է F-16-ների միջից։ Այսինքն այդ ամեն ինչը մենք գիտենք, որ դա թուրքական է, եւ ռուսները նույնպես գիտեին, որ դա թուրքական է։ Եվ ռուսներն էին հանդուրժել, որ այդ F-16-երը մտնեին Արցախի տարածք։ ԹԲ2-ների, այսինքն անօդաչու թռչող սարքերի կործանարար արդյունավետությունն ապահովվել էր ոչ թե օդաչուների կողմից, այլ հենց ՄԻԹ-ի հետախուզության կողմից տրամադրված տվյալների շնորհիվ։ Ինչ էին անում նրանք, ուրեմն գյոկթյուրք արբանյակների միջոցով ստանում էին գեոհետախուզական պատկերներ եւ այդ պատկերները թույլ էին տալիս թիրախավորել հայկական թաքստոցները հենց հարվածից առաջ։ Թուրքիայի Այսինքն ռուսները գիտեին, որ այդ ամեն ինչը կարգավորվում է հենց այդ թուրքական F-16-երի, ՆԱՏՕ-ի հաստատի, հա? Իրանք թույլ էին տվել, որ մտնի, եւ միևնույն ժամանակ անջատել էին հոպը, որ հանկարծ չվնասի բայրակդարներին եւ այդ F-16-ին։ Հիշեցնեմ, ամբողջ 44 օրվա ընթացքում 3 օր է աշխատել հոպը։ Եվ պարզվեց այդ բայրակդարները, որ թռնում են, այդքան էլ մի սարսափելի եւ վտանգավոր բան չեն, եւ դրանց կարելի է անջատել ու գցել ներքև։ Բայց ընդամենը 3 օր։ Իսկ ռուսները 41 օր հետևել են, ոնց են թուրքերը, թուրքական հետախուզությունը, թուրքական ավիացիան իր բայրակդարներով F-16-երով ռմբակոծում, ոչնչացնում Արցախը, ավելի ճիշտ հայ զինվորներին։ ազգային հետախուզական կազմակերպությունը բացի տեխնոլոգիական աջակցությունից 44-օրյա պատերազմում մասնակցել է նաև հատուկ ստորաբաժանումներով։ Գրքի հեղինակ Փոլադ Սաֆին փաստում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմը դարձավ ՄԻԹ-ի համար խաղի կանոնները փոխող ռազմավարության փորձարկման դաշտ, որտեղ կիրառվեցին Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում կուտակված օպերատիվ բոլոր մեթոդները։ ՄԻԹ-ի հատուկ ստորաբաժանումները, Special Ops-երը հենց տեղում ունեցել են ներկայացվածություն տեղանքում հենց Շուշիի ուղղությամբ նրանք կատարել են օպերատիվ խորհրդատուների դեր։
Անժելա Սիմոնյանի խոսքով սա պետք է հայկական կողմի համար սթափեցնող լինի, որովհետև ակնհայտ է, որ այսօր սահմաններ գծում է հետախուզությունը։ Այսօր Թուրքիան հպարտորեն հայտարարում է այս մասին, նշում է, որ միթը, եթե չլինեն միթի տվյալները, եթե չլիներ միթի մասնակցությունը, ապա պատերազմի ելքը կարող էր լրիվ այլ ձևով լինել։ Պատկերացրեք, ոչ միայն կարող էր այլ ձևով լինել, այլ ձևով կլիներ նույնիսկ Թուրքիայի միթի միջամտության արդյունքում, եթե հայ զինվորին չդավաճաներ սեփական ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Փաստորեն խեղճ հայ զինվոր 18 տարեկան մեր երեխեն կռվում էր թուրքական հատուկ ուժերի հետախուզության սիրիացի վարձկանների, ադրբեջանցիների, Իսրայելի ինստրուկտորների, նաև չմոռանանք, որ իսրայելցիներն էին այնտեղ։ Եվ թիկունքը բաց կռվում էր նաև սեփական դավաճան կառավարության դեմ։ Այսինքն դավաճան կառավարությունը գեներալիտետ այսենց սկուտերի վրա մատուցում էր մեր 18 տարեկան, 20 տարեկան երեխաներին, հետո որ ասեն, կարող ենք կանխել, բայց այսքան զոր չէր լինի, հետո մեզ կասեիք դավաճան։ Միայն այս գործելավոճը հասկանալու միջոցով մենք կարող ենք պայքարել Թուրքիայի նոր ստատուս քվոին, որը նա փորձում է ձևավորել Հարավային Կովկասում եւ ընդհանրապես Կովկասում, եթե իհարկե մեր կողմից կա ցանկություն դիմադրելու։ Թուրքիայի նախկին ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է։ Ֆիդանը թուրքական քաղաքականության ամենաառեղծվածային եւ ազդեցիկ դեմքերից մեկն է։ Հակառակորդին լավ ճանաչելու մղումով 1 տարի առաջ Անժելա Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պահեստազորի գնդապետ Գևորգ Մինասյանի հետ համատեղ հրատարակել է Հական Ֆիդան ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին գիրքը։ Փիրուզա Մուսալյան, մեր Ես միշտ որ ասում եմ, այն պահին, որ հանեք մեջտեղից Փաշինյան Նիկոլին, փակվում Ադրբեջանի վերջին էջը, դա սենցնես չեմ ասում։ Քաղաքական այս կարգի մեկուսացման խոցելույության տարել է Փաշինյան Նիկոլը։ Իսկ ինչ վերաբերվում է այն միֆերին, թե Ադրբեջանը ուժ է, Ադրբեջանը բանակ ունի, Ադրբեջանը զենք է առել ըստ պահանջների, բայց նույնիսկ այդ զենքերը դա ունակ չի եղել, ունակ չի եղել օգտագործելու։ Իրա փոխարեն օգտագործել են սիրիացի վարձկանները, թուրքական հետախուզությունը, էլ իրա հատուկ ջոկատայիններով եւ իսրայելցի ինստրուկտորները։ Սա է իրականությունը, հարգելի ընկերներ։ Իսկ թե ինչու է հիմա Թուրքիան սրա մասին խոսում ու բացահայտում, որ ինքը փաստորեն պատերազմել է Հայաստանի դեմ։ Այսինքն այս պատերազմը չի եղել միայն հայ-ադրբեջանական։ Այս համար եմ ասում, եթե մենք պետականություն ունենայինք, հա, մեղադրանք միջազգային դատարանում հենց հիմա պետքա գնար թուրքերի դեմ, որ նրանք միջամտել են, իրենք էլ ասում են սրա վերաբերյալ, փաստորեն պատերազմ են մղել Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայաստանի Հանրապետության դեմ իրենք պատերազմ են մղել առանց հայտարարելու դրա մասին։ Հիմա Նիկոլի Կարբանում սենյակից գոռում են՝ մի խոսեք այդ մասին, մենք խաղաղության ենք գնում։ Մի ասեք այդ մասին, մենք խաղաղության ենք գնում, հա։ Խաղաղություն։ Բոլոր գերեզմաններում է խաղաղություն։ Չգիտես ինչի, ինչ որ մի մասի համար սա ձեռնտու խաղաղություն է։ Անկարիչ։ Ես հիշեցնեմ, որ սա հայտարարել է նաև, հաստատել է նաև Շոյգուն, որ ասեց Արցախում Թուրքիայի հետ միասին իրականացեցին բարդ օպերացիա։ Բարդ, տեսեք չի ասում Ադրբեջանի, ասում է Թուրքիայի հետ իրականացեցինք բարդ օպերացիա։ Սա Շոյգուի խոսքերն է։ Հիմա նրանք, ովքեր ինձ սկսեն մեղադրել, չգիտեմ, եվրոպական շահերի կամ ամերիկյան շահերի սպասարկման համար, քանի որ ես բացահայտ մեղադրում եմ ռուսներին 44 օրյա պատերազմը թուրքերի հետ համատեղ կազմակերպելու, իրականացնելու, հետագայում Արցախը դատարկելու մեջ, թող պատրաստ լինեն նաև, որ սա մեղադրանքները գնալու նաև Եվրոպայի նկատմամբ։ Չգիտեմ, ես հասկանում եմ, որ շատ մարդկանց համար մի քիչ տարօրինակ է, այո, որ մարդկանը կարծիք ունենա, տարօրինակ է, որ
մարդ կա մեղադրի եւ նրան, որովհետեւ հիմնական մասը ոնց է։ Ես կամ այս կողմից պետք է լինեմ, կամ այն կողմից պետք է լինեմ, հա։ Միշտեր սա խոսանք է մասին։ Ճշմարտությունը լրիվ այլ տեղ է։ Ուղղակի այդ ճշմարտությունը տեսնելու համար պետք է կամք ունենալ, կամք, ոչ թե լինել սրա նրա գերին։ Եթե մեկը սրա նրա գերին է, նրա ճորտն է, անկեղծ եմ ասում, իմ համար ոչ մի տարբերություն չկա, դա ռուսական ճորտ է, եվրոպական ճորտ է, ամերիկյան ճորտ է, թուրքական ճորտ է, բացարձակապես միևնույն չունի, որովհետև ճորտի ֆունկցիան տիրոջը ծառայելն է։ Իսկ եթե քո տերը դա Հայաստանի Հանրապետությունը չի, քո շահերը Հայաստանի Հանրապետությանը չի միտված, ինչ տարբերություն է դեպքում այս պահինում է դա ծառայում։ Եթե նույնիսկ այդ պահին մեր շահերը համընկնում են, բայց վաղը կարող են չհամընկնել։ Ինչպես հիմա ոչ Եվրոպայի հետ համընկնում, ոչ Ամերիկայի հետ համընկնում, ոչ Ռուսաստանի հետ համընկնում։ Ու այդ ճորտերը փաստացի բոլորն աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Անկախ նայած ումն է, ում ճորտն է։ Որ ասեցի պատրաստեք է։ Ես ես ընդհանրապես հիմա ուզում եմ ցիտեմ Կիլիկյան Հայաստանի պատմության մի փոքրիկ դրվագ, փոքրիկ։ Հա։ Նայեք։ Անկարայի գաղտնի գործարքը 21 թիվ, տեսեք, 21 թիվ, հələ ուր ենք, 15 թվականից հələ դուր է 21 թիվ։ Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիան եւ Կեմալական Թուրքիան կնքեցին պայմանագիր, այսինքն սա Սևերի պայմանագրից 1 տարի հետո է։ Սևերի պայմանագրից համարյա 1 տարի հետո է։ Ֆրանսիան ճանաչեց Թուրքիայի նոր կառավարությունը, փոխարենը ստանալով տնտեսական արտոնություններ եւ Սիրիայում իր դիրքերի ամրապնդում։ Այսինքն Կիլիկյան փոխանակվել է Սիրիայում ֆրանսիական դիրքերի ամրապնդման դիմաց։ Սա պատմական փաստ է։ Ես հիմա չեմ գոռալու, որ ֆրանսիացիները մեր թշնամիներն են։ Ես ընդհանրապես պատմական փաստ եմ ասում նրանց համար, ովքեր մտածում են, որ դու նույնիսկ եվրոպական ինչ որ երկրի հավատարիմ ճորտ է եղար, դու ծառայելու ես քո երկրի շահերին։ Ոչ, որովհետև շատ հաճախ այդ երկրի շահերը սկսում են հակառակվել քեզ։ Մի քանի պատճառներով՝ թուլության, քաղաքական նպատակահարմարության, որովհետև այդ ժամանակ 21 թվականին քաղաքական այլ պատկեր էր արդեն։ Թուրքիան այն Թուրքիան չէր, ինչ 20 թվականի օգոստոսի երբ կնքվում էր Սևերի պայմանագիրը, որտեղ Թուրքիան պարտված կողմ էր, Ֆրանսիան հաղթած։ Որովհետև այդ մի ընթացքում քաղաքական իրականություն էր փոխվել։ Բոլշևիկյան Ռուսաստանը այնքան զենք ու ոսկեր տվել թուրքերին, որ իրանք 21 թվականին կարողանում էին ֆրանսիացիներ պայմանավորվել, ասել՝ լսի Կիլիկյան տուր մեզ, Սիրիան քեզ։ Իսկ քայքայված տնտեսությունով բանակով Ֆրանսիան առանձնապես բան չուներ, որ ասել չէ, համ Կիլիկյան է իմը, որովհետև խոսք եմ տվել ես, հա, համ Սիրիան է իմը։ Չուներ այդ հնարավորությունը։ Ես սա արդարացնելու համար չեմ ասում, իսկ քաղաքական ուղղակի ստապ անալիզը, որ երբ որ դու հույսը դնում ես ոչ թե քո զենքի վրա, այլ ինչ որ գերտերության օգնության վրա, այդ պահին կարող մարդ ի վիճակի հետ չի։ Հակառակ կարող նույնիսկ արդեն իր շահերի մեջ չի մտնում քեզ բայրը, որտեղ իրան ավելի լավ բան են ընդ առաջարկում, հա։ Այդ չէ ասում, որ միջին արևելքում Սիրիան շատ ավելի կարևոր էր հենց Ֆրանսիայի մոտ, որովհետև իր մշտական Ֆրանսիայի մշտական մրցակից Բրիտանիան գրավում էր միջին արևելքը, գրավում էր ստեղները դնում, եւ Ֆրանսիան չէր կարող թողել իր շահերից ելնելով, որ աֆրիկյան եւ միջին արևելքի երկրները փախնեն ամբողջովին մտնեն Անգլիայի տակ։ Դե Կիլիկյան դարձավ այս ամեն ինչում վաճառքի առարկա, ամեն փոխանակման սուբյեկտ։ Սա է ճշմարտությունը։ Նորից գամ, կլինի սա, կլինի Կիլիկյան, ով ուզում է լինի, կլինի սա։ Քլը չգիտեք ինչ ասում ես, որ ինքը Երևանում զգում է իրեն որպես տանը։ Գիտեք ինչի։ Լրագրողը ուղղակի ժամանակ կարող
այդ հարցին, որ ասեց ինչպես իմ տանը պետք է ասեր, հա, ճիշտ է, դուք սովորեք։ Ձեր ամբողջ կենսագրությունը հենց դրանով է հետաքրքիր, որ դուք միշտ հայերի տանը զգացել եք ձեզ ինչպես ձեր տանը։ Հա, հետաքրքիր զուգադիպություն է։ Այսօր էլ Երևանում ես քեզ քո տանը զգում, որովհետև երևի քեզ թվում է տանտերը Փաշինյան Նիկոլն է, չէ։ Այդ տանտերը Փաշինյան Նիկոլը չի, որ դու քեզ քո տանը զգաս քլաչ։ Պարզա։ Եվ այսպես եզակացություն, երբ որ դու ես քո տանտերը, երբ որ դու քո տանը տեր ես մանգալի, քլաչն էլ, Մակրոնն էլ, չում Ուրսուլա ֆոն դեր Լայնն էլ, հա, Մելոնին էլ, բոլորը կարող են զգան իրենց այդ քո տանտերը։ Եվ պետք եղած ժամանակ ըստ նպատակահարմարության քեզ վաճառեն։ Մենք պետք է մի բան վերջնականապես հասկանանք, կարելի է ընկերություն անել, կարելի է համագործակցել լայն սպեկտրով, բայց քո տան բանալին, քո ձեռը պետք է լինի, որ ոչ մեկ քեզի հակառակ քո տան մեջ ինչպես իր տանը չզգա։ Այ հենց մենք այս տան բանալին մենք տալիս ենք սրան նրան, մեկ է տենում ենք ոչ տունը կա, ոչ բանալին կա, ու գալիս կանգնում ենք այն տաշտակի առաջ, ինչի առաջ որ մենք պարբերաբար գալիս կանգնում ենք, պարբերաբար։ Ու այս ամեն ինչը մեկ մեղավոր ունի, դա մենք ենք, դա Շոյգուն չի, Շոյգուն էլ իր հետաքրքրությունն ուներ Պուտինի հետ, դա թքածումներ Արցախի վրա, Հայաստանի վրա, իրանք միասին թուրքերի հետ իրականացրել են այդ պրոյեկտը, որովհետև Թուրքիայի օգնություններ պետք լինելու հետագայում Ուկրաինայի դեմ պատերազմում, հասկացեք, մեկը Սիրիայի դեմ է քեզ ծախում, մեկը Ուկրաինայի դեմ է քեզ ծախում, եթե դու պատրաստվես ծախելու, պատրաստ ես ուղղակի դու, որտեղ դու ես քեզ այդպես դիրքավորում, ուրեմն անպայման, այսօր չէ, վաղը քեզ ծախելու են, հիմա էլ են ծախում, հա, հիմա էլ քեզ սենց հանել դրել են վաճառքի։ Եվրոպական երկրների ներկայացուցիչների ֆուրորից հետո, երբ որ բոլորը երջանիկ ծափ տալով հեռացան Հայաստանից, Կոպերնիկը միանգամից Կոպիրկինը կրեց, միանգամից հիշեցրեց, որ Փաշինյանը հրավիրված է Մոսկվա, ընդամենը մի քանի օրից։ Այսօր միտեղ կարդացի իբր նա հրաժարվել է գնալու, իբր, բայց միանգամից Արարատ Միրզոյանը No, մենք պահում ենք ամուր կապերը Ռուսաստանի հետ, այո, ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի։ Դուք կապեր չեք պահում, ախր կապ պահել ուրիշ բան է։ Դուք աշխատում եք իր համար, դուք ապրում եք իր համար, դուք իրականացնում եք այն, ինչ որ պետք է Ռուսաստանի։ Ոգի չգիտեմ ինչի, եվրոպացիները կամ սրանք կամ չեն տեսնում, կամ իրանց ուղղակի դուր է գալիս մշտական խապված լինելը, կամ համաձայնվեցված եք դուք իրար հետ անում, իրանք էլ գալի իրանց Հայաստանում գնում են, չեմ կարող ասել։ Դե տեսնենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միտեղ, որ ինքը չի գնալու, բայց ես վստահ եմ, որ ինքը գնալու է, վստահ եմ, որ ոնց կարող չգնա, ինքն է չէ հայտարարել, ախր Վլադիմիր Վլադիմիրովիչ, Վաշինգտոն քո թույլտվությամբ եմ գնացել, հետո եկել եմ զեկուցել եմ, Բրյուսել քո թույլտվությամբ եմ գնում, հետո գալիս զեկուցում եմ։ Այս եվրոպացիներն էլ անպայման իր թույլտվությամբ են ընդունել, հետո գնաց զեկուցի։ Որտեղ Ռուսաստանի մի բան է պետք։ Հայաստանում ունենալ ծայրահեղ թույլ իշխանություն, ծայրահեղ, ու այսօր ավելի թույլ իշխանություն քան Փաշինյան Նիկոլինն է, որին հնարավոր է ոնց ասես այսպես սեղը ծեփել, ձևել, մտցնել ուր պետք է, հնարավոր չի երազել։ Եվ սա լիովին հարմար է։ Եթե արդեն չի զզվցրել, հարմար է։ Այսպեսի մի բան տեսա այսօր հարցում, սա իմը չի, չէ Alpha News, Armenian News Network կա, ինքն էլ հարցում դրել, Էմանուել Մակրոնի պաշտոնական այցը Հայաստան ավարտվեց, ձեր կարծիքով ինչ կտա այս ամենը Հայաստանին ու հայ ժողովրդին, 1700 քվեարկողը մասնակցել, 11%-ը դա Նիկոլի ընտրազանգվածն է, շուտով Եվրոպա ենք մտնելու,
15%-ը, որ ՀՀ հակառուսական հայտարարությունների համար խնդիրներ կունենան, դրանից է վախեցած 15%-ը։ Մի տոկոսը քացուն ինչ է կատարվում, եւ ամենակարևորը 73%-ը ոչ մի Եվրոպա չենք մտնելու, Փաշինյանի PR-ի համար է այս ամեն ինչը։ Սա Հայաստանի ստապ մտածող, ոչ թե միայն ստապ մտածող, անալիզ անելու ունակ, պրոպագանդային չտրվող մարդկանց եզրակացությունը։ Անշուշտ 1700 քվեարկողը 17000 չի, բայց բալանսի համար հասկանալու համար բավական է։ Որտեղ իմ մոտը տենց է, եթե ասենք 1700 քվեարկողի դեպքում ինչ-որ մի պատկեր ունենք, 15000 դեպքում էլ կարող 1%, 2% տարբերություն տա, հիմնականում սա է։ Հա, սա YouTube-յան հարցում է, ես դրա համար եմ հակված իրան վստահելու, որովհետև ոչ ես, ոչ Alpha News-ը, ոչ էլ մեկը ինչ որ տեսել եք իշխանական մի հատ կայք YouTube-յան հարցում անի, չկա տեսպա։ YouTube-ում չես կարող վերահասկել, YouTube-ը չես կարող կեղծել։ Դրա համար էլ իշխանական ոչ մի լրատվական միջոց YouTube-յան հարցում չի անում։ Ես հիմա challenge եմ անում։ Իրա Փաշինյան Նիկոլի բոլոր կայքերը, ովքեր YouTube-յան էջում են, կարող են մի հատ հարցում դնել YouTube-ում։ Ու իրանք կտեսնեն իրական պատկերը։ Բայց դուք չեք տեսել, չէ՞ ոչ մի հարցում։ Այո, որովհետև այնտեղ չեն կարող ոչ մի բան փոխել։ Դա բայց այս հարցմանը վստահում եմ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, հարգելի ընկերներ, որ գոյություն է արդեն իմ Patreon կայքը, ներքևում լինքը կա, այ հենց հիմա այդ Patreon-ում արդեն դրված է իմ հանդիպումը հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանի հետ, որը պետք է նայել սկզբից մինչև վերջ։ Առաջ չափազանցության եմ ասում։ Ես պետք է ասեմ, որ ամեն օր չի, որ հնարավոր է լավ հաղորդում անել, բովանդակալից հաղորդում անել, ամեն օր չի։ Ամեն օր չի, որ զգոհ եմ իմ խոսքից, նյութերից, մեկնաբանություններից։ Բայց օրեր կան, որ դրանք այսենց ուղղակի մեղմում են։ Այս զրույցը հիմա Patreon-ի մեր բաժանորդները կարող են նայել, իսկ սովորական YouTube-ով հետևողները կարող են նայել այն ժամանակ, երբ որ ինքը դրված կլինի այնտեղ։ Դա համար եմ ասում, ձեռք է տալիս շահավետ է լինել Patreon-ում հետևող։ Դուք դրանով ոչ միայն օգնում եք ալիքին, այլև դառնում եք այս փոքրիկ համայնքի մի անդամ, որտեղ մենք մեր ներսում մեկ փոքրիկ, բայց գաղտնիքներ ունենք անպայման։ Դա չի նշանակում, որ դեզանից գաղտնիքներ ունենք, բայց փոքրիկ քննարկումներ կան, որ շատ ժամանակ ես դեռ նպատակահարմար չեմ գտնում լայն լսարաններին ներկայացնելու համար։ Եվ այնտեղ մենք ունենում ենք քննարկումներ, հարցոպատասխան, լրիվ ավելի հետաքրքիր հարթակային շատ է դուր գալի Patreon-ը։ Խնդրեմ միացեք, դասեք դա բաժանորդը եւ դուք կունենաք նախ առանց գովազդի նայելու հնարավորություն այս ամեն ինչը եւ ուղիղ ինձ հետ կապվելու հարցոպատասխան քննարկումներ կապվելու անելու հնարավորություն։ Բայց չենք մոռանում, եթե դուք Patreon-ի անդամ չեք, չենք մոռանում ալիքին օգնելը, տարածելը, բաժանորդագրվելը, որովհետև ձեր ցանկացած ներդրում մեր գործի համար շատ կարևոր է։ Հիմա կանք Հայաստան։ Արդեն մեկ շաբաթից ավել այս թեման եռում է։ Երկու անչափահաս երեխաների բռնաբարության սեռական շահագործման հանգամանքը։ Փաստորեն, սրա մասին հայտնի է եղել դեռ փետրվարի 12-ից։ Տեսեք, փետրվարի 12-ից։ Բայց միջև այս վերջերս դա մասին լռել են, չի եղել ձերբակալված, չի եղել քրեական գործ։ Այսօր նոր այս աղմուկից հետո այն էլ շնորհիվ մեր լրագրողների Անիի, Սյուզիի Բարոյանը, այն էլ շնորհիվ այս լրագրողական աշխատանքի համար վերջո կալանավորեցին երկու մեղավորներին, ընդ որում չի խոսվում երրորդի մասին, երրորդն էլ է եղել։ Ու ես հիշեցնեմ, որ այս տարածքի խոշորացված համայնքի ղեկավարն է Գարիկ Սարգսյան կոչվածը, կրակածիլ Գարիկը, Նիկոլի Սանիկը, այդ նույն գյուղից է ներքին գործերի նախարարը։
Սրանք այնքան երկարացեցին այս բանը գործը անպատիժ թողեցին միջև տուժողների հորեղբայրը դանակահարեց մանկապիղծներից մեկին, որը ամբողջ օրը իրենց տանը հաց է կերել, համ հաց է կերել այդ տանը, համ պրծել այդ երեխեքին։ Այսօր միտեղ կարծացի, ոչ, չի կարելի, թողեք, արդարադատությանը թողեք, բան։ Ես մեկ-մեկ բռնում եմ ինձ այն մտքի մեջ, կամ ես այլևս մարդասեր չեմ, կամ էլ չեմ հասկանում, որտեղ է ճշմարտությունը։ Ես հորեղբորը այսքան մեղադրելու ցանկություն չունեմ։ Որովհետև եթե միտեղ չի աշխատում օրենքը, այնտեղ պարտավոր է աշխատել ինքնադատաստանի օրենքը։ Օրենքը արդարությունը պիտի պարտադրվի։ Չեմ ասում, մեկ կարող է լինել, պարտադիր է որ լինի։ Որովհետև եթե նույնիսկ մեկը ինչ որ կրակածիլ գարիկ կամ դրա բարեկամ մտածում է, որ իրան կրակածիլներով կարող են մարդկանց բռնաբարել ու անպատիժ ման գալ, նրանք պետք է իմանան, լավ, ասենք այդ միլիցեքը իրան չեկան բռնելու, բայց ընդեղ անպայման լինելու է փոխհատուցում բարեկամների մեկի կողմից, գալու են իրանց հետևից։ Այս է մի բան է, որ մեր հասարակության մեջ պակասել է, եւ այդ պակասած լինելու արդյունքում Փաշինյան Նիկոլի, Ալեն Սիմոնյանի նմանները կարողան են եւ ոչ միայն դրանք, հազարավոր երեխեքի տան են կոտորել ու չմտածեն, որ այդ ծնողներ, այդ կոտորված երեխեքի, սպանված երեխեքի ծնողներից մեկը, եղբայր, բարեկամ, կգա ու իրանց ականջները շանթուլի նման կկտրի իրենց ասենք պատեզնի դեմը, կամ պատեզնի մեջ, մուտքերի մեջ։ Այ եթե մի քանի sense դեպք լիներ, ես ձեզ վստահեցնում եմ 20 թվականից այսքով մենք չէինք ունեն Արցախի կորուստ, մենք չէինք ունեն տարածքային կորուստ, մենք չէինք ունենա այս ամեն ինչը։ Այս ամեն ինչ եկավ մի բանից, որ ինքնադատաստանի ինստիտուտը մեռավ, օրենքներ չի աշխատում։ Ու վերջ։ Ու վերջ։ Ես դրա համար ասում եմ, ես արդեն չեմ հասկանում։ Ինքնադատաստան դա լավ բան է թե չէ։ Ես արդեն տեսնում եմ, որ դա անհրաժեշտություն է։ Դա ինքնադատաստան չի, դա ինքնապաշտպանություն է արդեն այս բարեդայում։ Այնպես որ թող բարոյախոսները լեկցիաներ չկարդան։ Վրեժը քաղցր բան։ Այ եթե սա պարբերաբար կիրառվեր Հայաստանում, հանցագործությունները կպակասեին։ Վստահեցնում եմ ձեզ։ Եվ պետական այս մասշտաբի հանցագործություններ չէին լինի։ Իսկ այս երեխեքին, նույնիսկ այս լկտիները առանց փաստաբանի տանում են արձագանության։ Ես այսօր նայել եմ այս փաստաբանի խոսույթը քննիչի հետ ու ես հասկացա այս երկրորդ մեջ, որ այն հանգամանքը, որ երրորդ մեղադրյալը չկա, անունը չի նշվում։ Նշանակում է, որ ամբողջ այս համակարգը իրավապահ հակցնում է այս գործը ուղղակի, ընթացք չի տալի հենց մենակ դրա համար, որ չբացահայտվի երրորդ դատապարտը, երրորդ պիղծը, որպեսզի չբացահայտվի երրորդ պիղծը, նշանակում է այդ երկու բացահայտված պղծերը պետք է չդատվեն, պետք է ցուցմունք չտան, որովհետև հենց սկսեցին խոսել, կբացահայտվի ով է եղել այդ երրորդը։ Իսկ ես վստահեցնում եմ, երրորդը իրանցից մեկն է։ Իրանցից մեկն է։ Իրանց համայնքն է, իրենք էլ ծածկադմփոց են անում այս գործը։ Իսկ քանի որ դրանք կալանավորվել են արդեն, ասում են, չգիտեմ, եթե դրանք հանգարցն են գաղութ, ես հուսով եմ մնացել են այն տրադիցիաները, որը որ արժևում նախկինում կար, հա, ասենք այն տրադիցիաները, թե ինչ էին անում պետաֆիլներին, երբ որ նրանք հայտնվում էին գաղութում։ Հուսով եմ դա կա։ Տեսեք, ես ինքս մարդասերս հույս եմ հայտնում, որ դրանց կանեն այն, ինչ որ դրանք արել են այս երեխեքին։ Այս դպրոցական երեխեք։ Ամբողջ գաղութով։ Հույսով եմ գոնե մի տեղ մնացել է այդ էլի։ Այդ ավանդույթները։ Ահա սրանք։ Սա դեմքերին է։ Մեկը 58 տարեկան է, մեկը 65 տարեկան է։ Այսինքն այդ երեխեք իրաց թորնիկների տարիքին են։ Թորնիկ։
Ինչ ասես սրանց։ Հուսով եմ ձեզ լավ կդիմավորեմ։ Այնտեղ։ Ես էլ այդ ականքն է, համայնքի ղեկավարը։ Ստե մի հատ ուրիշ համայնքի ղեկավար էլ կա, փաստորեն։ Շենավան, Սպիտակի համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ԿՊ-ական ինչ-որ Մխիթարյան, որը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Գոր Ակուլյանին։ Վերջինս ուղղակի տեղափոխվել է հիվանդանոց բազմաթիվ վնասվածքներով։ Հեռախոս չի վերցնում, չի պատասխանում, քրեական գործ էլ չկա։ Կանոնավորված չի մարդը։ Դες ես մյուս կողմից մտածում եմ, ախր երևի այս ծեծուտողը պետք է գնա ամեն դեպքում շնորհակալություն հայտնի։ Չէ՞ որ ասեն կարող էին փալակալի նման, ինչպես Վալոդիային Գրիգորյան, գնդակահարեին, չեն գնդակահարել, ընդհանրապես ծեծել են, չէ՞։ Ու սա առաջի դեպքը չի։ Սրանք զինվորական են ծեծում, ոստիկան են ծեծում։ Հետո պարզվում է ոստիկանն ինքն էր մեղավոր։ Զինվորական են ծեծում 4 տարի կոմայի մեջ ապրելուց հետո մահանում է այսօր էլ ԿՊ-ի ցուցակում է սպանողը։ Կարող էին չէ սպանել։ Շուրջ ջան, անկեղծ հարց եմ տալի։ Դուք ես կարգի երկրի մասին եք երազում։ Դա համար ես այս ամեն ինչը ողջունողներին մեկ բառով եմ բնորոշում, դուք եք որ բառով, ու այնքան աչոտ կա կներեք այս բառից համար էլի։ Այս իմ բնորոշման տակ հատորներով որ սրանցից ոչ մեկ չի կարող ասի, չէ, դիտես բան մի ասա։ Դուք պետք է աղոթեք մի բանի մասին։ Աղոթեք, որ դուք ամսի 8-ին կարողանաք հասցնել փախնել Հայաստանից։ Այն որ դուք ոչ մի ձայն չեք ստանալու, ես դրա վստահ եմ։ Ես ուղղակի վստահ եմ։ Դուք չեք կարողանալու ձեզ փրկեք։ Դուք պետք է ուղղակի այսօրվանից մտածեք ամսի 8-ի առավոտը դուք ինչ եք անել։ Ցնեք Մարտունիումը։ Տեսնում եք այդ Երևանի մեծությունները, նայեք։ Եղևնիներն են սա կալմատախիլան, մրցնեք։ Առողջ Եղևնի, խփեցին գցեցին կոր։ Սենց Եղևնի քանի հատ կա Հայաստանում, ժող։ Սենց ուղիղ, սենց գեղեցիկ Եղևնի, այն Մարտունիում ում է խանգարում ես Եղևնին։ Դուք զգացել եք սա մեր երկրի հետ ինչ են անում։ Ցեղասպանությունը բոլոր շերտերի մակարդակի վրա։ Բոլոր ոնց կարելի է ամեն ինչին աջակցել։ Ինչքան ստոր ու սրիկա կարելի է լինել։ Հեսան է։ Նայեք, Նիսան ուզում է հետներս քշի։ Ինչ անեմ, նվաստացնենք կրանամ։ Ահա, բավոս, նվաստացնա, Давай։ Տասնիննամյա այս երիտասարդը իր բնորոշմամբ փորձել էր նվաստացնել դիմացի մեքենայի վարորդին մեծ արագությամբ առաջ անցնելով նրանից, բայց բախվել է երթուղային ավտոբուսին, 3 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Երևանում խոշոր ավտովթարի ենթադրյալ պատճառ դարձած այս վարորդի մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել։ Դեպքից հետո նա գնացել է տուն ու նոր տեսանյութ հրապարակել, որտեղ քմծիծաղով հետևում է իր մասնակցությամբ վթարի մասին պատմող Գագիկ Շամշյանի ռեպորտաժի։ Մինչև մի որոշ ժամանակ չնստեն ու խելքները գլուխները չառնեն, մշտապես հանրության համար վտանգ են ներկայացնելու։ Թեև ոստիկանությունը քննչական կոմիտե հենց նույն օրը ապրիլի 23-ին ու նաև 3 էր հաղորդում ներկայացրել, կոմիտեում էլ կրկին նույն օրը քրեական վարույթ էր հարուցվել, այդուհանդերձ երիտասարդը ձերբակալվեց դեպքից միայն 14 օր անց, այսօր, այն բանից հետո, երբ իր իսկ նկարահանած տեսանյութը մաս-մաս սկսեց տարածվել համացանցում եւ մեծ աղմուկ բարձրացնել։ 14 օր հետո։ Ինչ է կարծում։ Հարցում եղել է, ինչի ձերբակալված եղել։
կամ ինչի դիմաց, ինչքանի դիմաց ձերբակալված չի եղել։ Դե այս 550 դրել է երեխու տակ, ասել է 19 տարեկան երեխուս գնա գլուխդ կեր, բար սպանի, ինչ ուզում ես արա, նվաստացու, միջև քեզ կնվաստացնեն, սա ցույց կտամ ոնց է նվաստացնելու։ Ես այսօր ոսենց մարդ եմ տեսնում, այս երեխեն ինք այդ հանգամանքների զոհն է, ինքն էլ չի հասկանում, իր ծնողը իր ոնց է սկուտերի վրա նվիրել մի ճակատագրի այս սկուտերի վրա, որի վերջը շատ տխուր է, ասեն սկուտերի վրա իր շատ սիրելու արդյունքում, էսի շատ սիրելն է, ասենց ասել է առ բալես, առ գնա գլուխդ կեր, այս մի անգամ փրկվեցիր, որովհետև ասեն դե այս 550 էր էլի, բարձիկները պահել էին, ապինդակ, մեկներ, մյուս անգամ կարող այդքան բախտը չբերի։ Բայց 3 հոգի են վիրավորել, կարային 3 հոգի մահացած լինեին, ուղղակի բախտը բերել, որ ավտոբուս է էլի, եթե դա այդ արագության տակ խփեր մարդատար մեքենա, դա բան չէր մնա։ Կամ ինքը պետք է սպանվեր, կամ ինքը պետք է սպաներ, բայց դե երեխու ծնողը սիրում է, չէ՞ իր երեխեքին։ Այ այտենց են սիրում, ասում գնա տրես, գնա սպանիկ, սպանվես, սպան։ Իսկ քեզ տենց եմ սիրում, իմ սերը տենց է, դուս տենց արտահայտում քո նկատմամբ։ Բնականաբար 14 օր նա ձերբակալված չէր, որտեղ այդ պապան կարողացել է ես մի քանի Mercedes-ս ընթացքում տա, որ տղեն ձերբակալված չլինի։ Բայց քանի որ այս լկտին իր հանցագործությունի մասին է սկսել ռեպորտաժ անել, ինքը նույնիսկ իրեն չեն էլ ասել, արա մի արա, արել ես այդ խալաթը, գոնե էլ բան մի արա, չէ, անպատժելիությունը, այս կարգի վտանգավոր բան է անպատժելիությունը։ Վերջը բերես նրան, որ այսօր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել միանգամից 3 հոդվածներով՝ ճանապարհային երթևեկության, կանոնների խախտման, խուլիգանության եւ այս հրավերել եմ ուզում կանես 14 օր հանցագործությունից հետո նվաստացնելուց հետո որոշակի գումարի դիմաց չձերբակալվեց, այսօր ցենյան նվաստացնելով բերեցին ոստիկանության այժմ։ Հիմա ես ոստիկանային հարց եմ ուզում տամ։ Դիմադրում ա ձեզ այդ երեխան։ Չեմ կարծում, որ դա կարա ինչ-որ մեկին դիմադրի։ Չէ, երեխաներս ինքը դիմադրող չի։ Ինքը զոհ է։ Հարց ոստիկանային։ Արա դուք մարդու հետ վարվելու ուրիշ ձև չգիտեք։ Ձեր համար բոլորին բերման ենթարկել են նախորդ կանգնացում են ասում ապերը բանով ընդերից կանգնի կամերայով նկարի ոնց ենք նվաստացած բերում։ Դա կլինի շարքային խուլիգան, դա կլինի, չգիտեմ, միտինգ անող, դա կլինի քաղաքական գործիչ, ով ուզում է լինի, եթե ընկելա միլիցու ծերրաս գնա պետքա բերման ենթարկել, հրավիրել ոստիկանությունն, անպայման պետքա այս ձևով, այս տրադիցիոնս նվաստացնելով, ջարդելով, հերվիցել նկարելով Ես բոլորոտ են ասա, ինչի։ Արս, ինչի։ Այս երեխեն չի ուրիշն է, լավ, մարդա չէ ամեն դեպքում։ Ինչ եք սա անում, տղենք։ Ես չեմ խոսում ինքը արժանի է թե չէ, բայց դուք չեք իրա դատավորը, իրան դատավոր կլինի կդատի։ Մարդու արժանապատվությունը ինչի եք դուք ամեն հնարավոր պարագայում նվաստացնում արա։ Ձեզ ծնողներ չեն բերել ուսա աշխարհ, չեմ հասկանում, ես ինչ մի հաճույք է ձեր համար ցանկացած մարդու, որը ասենք կգա ոստիկանություն։ Այս կարգի նվաստացած պոզայով ջարդելով բերել ընդեր։ Ինչ ինքը իրավոտով չէր գալիս։ Դուք հասկանում եք, որ սա հերոսություն չի։ Ձեր հայացը տխմարություն է ուղղակի եւ հանցագործություն։ Որովհետեւ մարդը կարող հանցագործ լինի, բայց նա շարունակում է մարդ մնալ։ Նա արժանապատվություն ունի։ Ինքը կարող է պատասխան տա իր հանցագործության համար, բայց դու չկարողանաք պատասխան տալ իրան նվաստացնելու համար։ Այս կարգի բաները նորմալ է, գիտեք, որ երկրներում ու նայողների մոտ այս մազերը բիզնես չի կանում, որտեղ մարդը արժեք չունի։ Եթե մեր հասարակությունում մարդը արժեք ունենար,
այս տեսանյութերը չէին նկատի, չէին տարածի, չէին հպարտանա, որ մի 13 տարեկան, 19 տարեկան լակոտի, ասես նվաստացնելով վերում են դերը, կարի դա ոտով հետ կգար էլի։ Ես այս երեխու պաշտպանը չեմ։ Ինքը կստանա իր պատիժը, կարող է եւ չէ։ Այս ամեն ինչը ցույց է տալին այն, որ մեր հասարակության մեջ մարդը արժեք չունի, մարդու արժանապատվությունը արժեք չունի։ Դուք հասկանում եք, մենք կարող ենք Նիկոլ Փաշինյան փոխենք, չփոխենք, բայց սա այստեղ է խնդիրը, որովհետև եթե մի հասարակության մեջ մարդ արժեք չի, արժանապատվությունը արժեք չի, ցանկացած մեկը պոտենցիալ Նիկոլ կարող է դառնա։ Ցանկացած մեկը, որովհետև Նիկոլը տես չեն ծնվում, Նիկոլ այդ հասարակությունն է սարքում։ Ասում է, «Էս էլ կարասի մետ անես, այն էլ կարասի մետ անես»։ Չկա արժանապատվություն, չկա, մարդը արժեք չի, ուրեմն այդ հասարակությանը սկզբունքորեն հնարավոր չի փրկել։ Որտեղից մտավ այս տրադիցիան։ Էս ինչ եք անում դուք։ Ինչի 14 օր ձերբակալված չէր, որ արդարադատության նախարարը կարողանա 45 միլիոն եկամուտ ունել։ Մի 5 հատ էլ անշարժ գույք, դա սա դեռ երևացող մասն է։ Ընթացիկ ծախսերով չի երևում։ Բա մարդիկ 2-3 տարի մեջ 45 միլիոն կանխիկ գումար 5 հատ էլ անշարժ գույք, բա գիտեք ոնց է լինում այս ամեն ինչը։ Հենց այս լակոտների ուղղակի պայելով։ Գիտեք ինչի, որովհետև երկրում կրթությունը խրախուսված չի, մարդ լինելը խրախուսված չի, արժանապատվությունը խրախուսված չի, իսկ գիտությունը ասում է ինչների սա պետք։ Իմաստ չունի, գիտությունը առանձին վերցած իմաստ չունի։ Երեք ես իմ տնտեսական վերլուծության ժամանակ, որ այն ինչ որ կատարվել է մեր պետության հետ 30 տարի տնտեսական իմաստով, դա եղել է սաբոտաժ, հանցագործություն պետության նկատմամբ, ունես տպավորություն եղել, որ ամբողջ կառավարման համակարգում գետ մի տնտեսագետ չի եղել, որ ասի ես ինչ եք անում։ Ես ինչ եք անում, դուք ձեր միլիարդ չեք միլիոնով ծախում։ Այն էլ այդ միլիոնն էլ գրպանում եք գնում է։ Եվ բերեցի Թայվանի օրինակը, ասեցի Թայվանի օրինակը բերել եմ կարծում, թե չէ։ Ինչ որ է, ես ու կասեմ դրա մասին։ Որ եթե բան լիներ, մենք պետություն ունենք, տնտեսություն ունենայինք, մենք այսօր ավելի շատ գումար կունենայինք, քան ասենք ադրբեջանական նավթն է հնարավոր իրանց տահը։ Այս կոնտեքստում երեք բան ունեց խոսակցություն ունեցա, ու մեկը ինձ գրել էր, հա, Թայվանի մասին ասեցի, 1 տրիլիոն է իր բանը, հա, տարվա հնա, տրիլիոն։ Ես 40 միլիարդ է ընդամենը պակաս ասել։ Ես մոտավորապես ասեցի, 40 միլիարդ է ընդամենը պակաս ասել։ Թայվանի հնան 960 միլիարդ դոլար է։ Թայվանի, Հայաստանի չափա։ 960 միլիարդ է, Հայաստանին հնան մոտավորապես 20-25 միլիարդ է։ Այդ նույն չափի երկիր է, նրան 960 միլիարդ է, մենը 20։ Գիտեք ինչի։ Որովհետև Թայվանի նախագահը կամ պրեմիեր մինիստրը չի ասում, գիտություն ունա պետք։ Գիտության զարգացումն ունա պետք։ Թայվանը աշխարհի ամենաշատ չիպեր արտադրող երկիրն է, այսինքն Թայվանի տնտեսությունը նստած է բարձր տեխնոլոգիաների վրա։ Ոչ թե մենակ չայ է արտադրում։ Այդ ընդորում ասեմ, այդ փոքրիկ երկրում ապրում է 24 միլիոն մարդ։ Մենակ չինացի։ Իմ համերգներից հետո մի հատ աղջիկ մոտեցավ, իր գործերն էր բերել ժամանակակից, որ ես նայի կարծիք ասեի, ընթացքում հարցեցի որտեղից ես, չինացից, ասես չէ։ Չինաստանից ես, ասես չէ, Թայվանից ես, ասես չէ, բայց ասի որտեղից ես։ Ասես Թայլանդից։ Պարզվեց, որ 24 միլիոնից բացի կողքի բոլոր երկրները գալիս են աշխատանքի Թայվանում։ Այդ փոքրիկ երկիրը ոչ միայն 24 միլիոն աշխատատեղ ունի,
իսկ իր բնակչությունը պահում է, նաև աշխատանքային միգրանտներ են գալի կողքից։ Իսկ մենք Հայաստանում 2-3 հատ օլիգարխ ունենք, առևտրի վրա նստած։ Չինաստանից ապրանք ենք բերում ծախում, Թուրքիայից ապրանք ենք բերում ծախում եւ ասում ենք դա մեր տնտեսությունն է։ Ինչի՞, որովհետեւ այս կարգի մարդիկ են մեզ ղեկավարել, որոնց համար գիտությունը ումն է պետք։ Մեր երկրի պոտենցիալը, եթե օգտագործվեր սովետական միությունից հետո մնացած, այսօր Թայվանի տեղը կլիներ Հայաստանը։ Իսկ դուք պատկերացնում եք ինչ է նշանակում 1 տրիլիոն դոլար հնա։ Սա անչափելի գումար է։ Անչափելի ուղղակի։ Թող կեսը լիներ։ Իմիջիայլոց Իսրայելի հնան հենց դա կեսն է, ոտ 600 միլիարդ։ Էներ Թայվանը ոչ Հայաստանի հումքը ունի, չունի, ամեն ինչը ներկրովի է։ Իսկ մենք աշխարհում ինչ կա այսօրվա հարթակիցների համար, հազվագյուտ մետաղներից սկսած, մենք ունենք։ Բայց մենք այդ հողն ենք ծախում։ Մեր միլիարդը $1 ենք ծախում։ Հա, որովհետև ունենք վարչապետ, որ ասում է գիտություն ունի ինչն է սա պետք, ֆիզիկայի բաներ, ֆակուլտետներ կփակվի, մենք պոլիտեխնիկներ կփակվի, աշխարհը գնում է ինժեներիայի բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ, աշխարհը մենք ասում ենք դա մեզ պետք չի, մեզ ընդհանրապես ոչ իման պետք չի։ Ոչ իման պետք չի։ Հպայական լինելով, պարտ վերցնելով կապրենք։ Ես դժվարանում եմ սա բացատրել այն մարդկանց, որոնք կարող է Փաշինյան Նիկոլ ընտրեն, հասկանում եք։ Այս մտքերը հասու չեն դրանց։ Չգիտեմ տանց այդ ինչ լեզվով խոսել։ Դա մալ դադարել եմ իրենց հետ խոսելուց։ Հիմա գնանք տեսնենք ինչ է կատարվում մեր շուրջը։ China and Russia just changed everything, and U.S. Big Pharma is not happy. Breaking news, China plans to approve Russia's free cancer vaccine and will sign a mutual pharmaceutical ties with Russian firms that will destroy $2.6 trillion in U.S. and European worth pharmaceutical production firms. China and Այսպես, այս ռուսական դեղի մասին հակաքարսկերային, ես արդեն 1 տարի կարդում եմ տարբեր տեղեր։ Պետք է ասեմ, որ հակաքարսկերային դեղ մենակ Ռուսաստանը չի, որ ունի, Ճապոնիան ունի, այլ երկրներ ունեն։ Ուղղակի համաշխարհային առողջության կազմակերպությունը չի գրանցում դա որպես քարսկերի դեմ պայքարի արդյունավետ միջոց, որը 26 տրիլիոն դոլարի շուկա է։ 26 տրիլիոն դոլար։ Բայց քանի որ աշխարհակարգը փոխվել նոր եւ պետք է հինը ջարդվի, որովհետեւ այդ ֆարմացևտիկ ընկերությունները ծառայում են սիոնիստ այսօրվա աշխարհի տերերին, հրեաներին, Իսրայելին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Չինաստանը որոշեց, որ կարտոնագրի իր մոտ ռուսական այդ դեղամիջոցները հակաքարսկերացին քարսերի դեմ մի խոսքով այդ դեղը։ Սա նշանակում է, որ այս process-ը կարող է տարածվի նաև այլ տեղեր։ Ու սա կբերի մեզ մի հատ իրավիճակի ընդամենը 1-2 տարվա մեջ, որ կարող ենք տեսնել, որ չբուժվող հիվանդություն կարծես թե չկա։ Բոլոր հիվանդությունների բուժելու հնարները կա, դեղերը կա, եւ մեր հարազատները, մեր ընկերները հիվանդություններից մահացել են մենակ մի բանի պատճառով։ Որ ասենք համաշխարհային առողջապահության նախարարությունը, այդ կազմակերպությունը չի թողել, որ այդ բուժող դեղերը հասանելի դառնան մարդկանց, որովհետև այդ կազմակերպությանը ոչ թե պետք է որ մարդիկ մահանան, չէ, այդ մարդկանց կյանք իրենց հենց պետք է, որ այդ մարդիկ մշտապես դեղ գնեն, բայց երբեք չբուժվեն։ Դրանք տարբեր բաներ են։ Բուժվել, չբուժվել ու դեղ գնել եւ մահանալ։ Իրենց մարդկանց ոչ մահանալն էր պետք, ոչ արագ մահանալը, ոչ էլ բուժվելը, չէ, ինչքան հնարավոր է երկարացնեն, բադ
կյանքի արդյունքում, որ դեռ սպառող է պետք, ասենք 26 տրիլիոն շուկան դա հենված էր հենց այդ կիսահիվանդ մարդկանց վրա։ Իսկ եթե դու սկսես այդ մարդկանց բուժել, կպարզվի այդ մարդիկ այդքան էլ դեղերի կարիքը չունեն։ Եվ այս նոր աշխարհակարգը, որը բերում է Թրամփը, անկախ իրանից, ուղղակի ինքը չի եկել նոր աշխարհակարգ բերելու, ինքը եկել էր քանդելու, որ ամեն ինչ իրանով անի, բայց հակառակ բան է ստացվում։ Հակառակ բան է ստացվում եւ բանը Իրանը մնացել է կոկորդներին, հենց է մնացել, պատրում է ներսից։ Հա։ Եվ այս ամեն ինչի արդյունքում Չինաստանն էլ որոշեց թքած կազմակերպության վրա, ես ընդունում եմ այս դերը Ռուսաստանից։ Սա էլ պատժելու միջոց է, որովհետև այսօր Թրամփը հայտարարել է, որ ես ամեն գնով ամեն ինչ անել եմ, որ Չինաստանը ոչ մի տեղից չկարողա նավթ առնել։ Ինքը ընդամենը 1-2 շաբաթվա մեջ հեսա պետք է գնա հանդիպան Չինաստան, այսօր հայտարարել է, որ ամեն ինչ անել է, որ Չինաստանը զրկվի նավթ առնելու հնարավորությունից։ Դե արա, Չինաստանն էլ իհարկե չի կարա երբեք այդ վիճակում հայտնվի, որտեղ Թրամփը չի որոշող, Չինաստանը որտեղից նավթ գնի, եւ Ռուսաստանից է գնում, եւ Իրանից է գնում։ Դա այն զուգահեռ բերեց այլ ոլորտի կոլապսի, դա ֆարմացևտիկ այս ընտրությունների մոնոպոլիայի քանդումն էր։ Այս վակցինների գնումը սա լինելու է տալու են էֆեկտը, ինչ Հորմուզի փակելը։ Հորմուզի փակելը։ Մի բան, որ հիմա ամերիկացիք երազում են, որ բացվի է։ Ըստ մի հատ արդեն բան կա, անեկդոտ կա։ Բայց ես տանցես։ Սա մենք չգիտենք, ասում ինչի ենք այսօր սա լսում եւ ում է պետք է պատերազմը, որ հիմա պատերազմում են Հորմուզի նեղուցը բացելու համար, պատերազմում են ասում մի բանի համար, որը բաց էր առաջ։ Եվ հիմա սրանք ճղում են իրանց, այս միլիարդները արդեն ծախսել են, այս կոլուսները տվել են, որ հիմա բացեն մի բան, որ միջև իրանց պատերազմ հայտարարելը բաց էր։ Հիմա լրիվ նույն պատկերն է, բայց արդեն ուրիշ ոլորտում լինելու շուտով։ Դա ֆարմացևտիկ ոլորտն է։ Հիմա հանդիպումից ընդառաջ Թրամփն է գնալու CIA մոտ։ Սա որոշել է, որ պետք է պատժի Չինաստանին, որովհետև Իրանը առաջարկում է Չինաստանին, որ լինի միջնորդ իրենց բանակցությունների ժամանակ։ Պետք է ասում եք Չինաստանն է լինելու միջնորդ։ Այսինքն այս պարագայում Իրանն ու Չինաստանն են մի կողմի վրա, մյուս կողմից լինելու է Իսրայել ու Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ահա եւ նոր աշխարհակարգ։ Եվ այդ նոր աշխարհակարգը բացի նավթից սկսելու է նաև այլ ոլորտներում։ Ես այս պատերազմում բերեցնան, որ արաբական էմիրությունները դուրս եկան OPEC-ից, այսինքն OPEC-ը նույն British Petroleum եւ այլ կամպանիաներ էլ չեն կարող կառավարել եւ հարկադրել որքան նավթ արտահանի եւ որքանով վաճառի այդ նավթը։ Վերջ։ Փոխվեց ամեն ինչ։ Ու փոխվել է միջև այս տարվա վերջ, ես չեմ ուզում շատ առաջ ընկնել, մենք տեսնելու ենք գլոբալ փոփոխություններ, ուղղակի Աստված տա։ Մենք կարողանանք այս մեր ունեցած չարիքից ազատվել, որպես այս նոր փոփոխությունների մեջ մենք մեր տեղը գտնենք, եւ տնտեսական, եւ ֆինանսական, եւ քաղաքական իմաստներով, որովհետեւ եթե հանկարծ այս քաղցկեղածին գոյացությունը, որը կոչվում է Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանկարծ զավթեցին իշխանությունը, նշանակում է աշխարհում ինչ էլ կատարվի, մեզ բացի վնասից ոչ մի բան չի լինի, որտեղ եթե այնտեղ օգուտ լինի, մենք ուղակի ունակ չենք լինելու դրանից օգտվել, որովհետև չունենք սեփական իշխանություն, այդ իշխանությունը ծառայում է բացարձակապես մեր թշնամիներին, իսկ մեր թշնամիներին ձեռք չի տալի ուղակի, որ մենք զարգանանք, ել չեմ ասում, ընդհանրապես գոյություն ունենանք, իրանք մենակ մի բան են ուզում, որ ՔԼՉ իրոք Հայաստանում զգա իրեն ինչպես իր տանը, բայց բարի բուն իմաստով, ոչ թե փոխաբերական իմաստով, որտեղ նրանք նախապատրաստել են այդ ամեն ինչ, իրանք պետք է ապրեն մեր տեղը, իրանց գրված, իրանց մոտ դա գրքի մակարդակի վրա է գրված, դոկտրինի մակարդակի վրա է դա գրված, եւ թաքցնելու բան չկա, մարդիկ պարզ ասում են,
Սա իրաց մոտ ռազմավարական մակարդակի գրված է, որ իրանք պետք է ապրեն մեր դեմ։ Ես այսօր հետևելով ամերիկյան նորություններին, ես հասկացա, որ բանը բանից անցել է Սպիտակ տանը, եւ կարծես Սպիտակ տանը չէ, Ամերիկայի գժանոցներում բաց դռների օր է այսօր եղել, որտեղ Պիտ Հեգստեքից սկսած Թրամփ, Ռուբիո, Ջեյ Დი Վենս իրար հակասող հայտարարություններ է գալիս, ընդ որում ժամերի տարբերությամբ։ Եվ հիմա Ռուբիոն հայտարարում է, որ այդ Epic Fury-ին, այս օպերացիան իրան սկսել էին, բանի Իրանի դեմ, բրցել է։ Բա, բրցել է, դու գիտեիք, սա հայտարարում է Ռուբիոն, որ պատերազմը, այն վազը, որ մենք սկսել էինք, վերջացել է։ Հա, դա Ռուբիոն է։ Բայց այս ալկոհոլիկը պատերազմի նախարարը զենք է ուզում, փող է ուզում, նոր պատերազմ սկսելու համար։ Մարդիկ հարցնում են, բայց փողերն ու զենքերը, որ սենց օգտագործել եք, ով է սա տեղը լրացնելու։ Ասում են, եթե մենք չօգտագործեինք, Իրանը հարձակվելու էր։ Ասում են, ում վրա, Ամերիկայի վրա ինքը չէր հարձակվելու։ Դե ասում են, դաշնակցի վրա էր հարձակվելու, Իսրայելի։ Ասում են, չունենք այդպես մի հատ փաստ, որ այդ մարդիկ պատրաստում են հարձակման։ Եվ ես լսում եմ պատահական հրեաների, հենց Իսրայելի, բանով խոսում են, հանդիպում էր, Zoom հանդիպում էր, YouTube-ում կար, Ամերիկայից, Ռուսաստանից և Իսրայելում ապրող հրեաների, ասում իրենք տենց համայնք ունեն, Zoom խոսակցություններ, թե ինչ է կատարվում Իսրայելում, թարապես հրեաների հետ, աշխարհով մեկ ինչ է կատարվում, մեկին մեկ կրկնում են, ինչ որ մենք այստեղ խոսացել ենք, որ այս ամեն ինչի արդյունքում իրանք որպես հրեա արժե զրկվել են աշխարհով մեկ։ Արժե զրկվել ուղղակի, եթե առաջ իրանք լուրջ էին ընկալվում, հարգանքալի նկատմամբ, այսօր չկա։ Եվ այդ ամեն ինչի մեղավորը Նետանյահուն է, որ այսօր էլ ոչ մեկի վրա չես կարողանում ազդես, ասելով դու անտիսեմիտ ես, չի աշխատում են։ Ու իրանք ասեցին, որ այն գենետիկական հետազոտությունները, որ անցկացել են ժամանակին Իսրայելում, որ գտնեն հրեայի գենը, պարզվել է հրեական գեն ամենաշատ պահպանվել է հենց արաբների մեջ, պաղեստինցիների մեջ, միանգամից դադարեցրել են, այսինքն անտիսեմիտիզմ էլ չի աշխատում, չի լնչում, որ մեկին ասում ես անտիսեմիտ, ինքը իրան ավելի լավ ազգում դրանից, քան վատ։ Այսինքն այն ինչ որ սրանք արեցին, բոլոր իմաստերով հակառակ աշխատեց, եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ իմիջի, եւ քաղաքական կշռի։ Դեռ հակառակը ու լավ է, որ դա հենց հրեաներն էին խոսում Ռուսաստանից, Իսրայելից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ու այդ ամեն ինչը ջարդվում էր Բիբի Նետանյահուի վրա։ Բայց ամենակարևոր բանը ես չլսեցի։ Արդյոք Բիբի Նետանյահուն եթե գնաց, Իսրայելը փոխելու է իր քաղաքականությունը կամ վերաբերմունքը աշխարհի նկատմամբ։ Այ ինձ ամենաշատը դա է հետաքրքրում, ինչպես մեր պարագայում։ Ասեք Նիկոլը գնաց կամ գրողից ուղարկեցինք։ Արդյոք մենք որպես ժողովուրդ չենք ծնելու նոր Նիկոլ, ոնց որ իրենք չեն ծնելու նոր քաղաքականություն, նոր Բիբի, որը կիրականացնի այն քաղաքականությունը, ոնց որ հիմա է իրականացնում։ Այսինքն եթե ժողովրդի մոտ գանք մեզ, եթե մենք ժողովրդով, մեր մեծ մասով ճիշտ եզրակացություններ չենք արել եւ ճիշտ որոշումներ չենք անում, արդյունքում ծնելու ենք հերթական հրեշին, հետո մտածենք այդ հրեշից ոնց ազատվենք։ Ես լուրջ խորհուրդ եմ տալի անպայման դիտել են հաղորդումը, որ այսօր արդեն կլինի ժամը 8-ին իմ ժամով, Երևանի ժամանակով ժամը 16:00 արդեն հասանելի կլինի YouTube-ում։ Իսկ Patreon-ի մեր բաժանորդները կարող են դրանք նայել հենց հիմա նույնիսկ, այնպես որ գրանցվեք Patreon-ին եւ դուք ունենաք անսահմանափակ հնարավորություններ այս հաղորդումները դիտելու համար։ Եվ հավատալով բանին Թրամփի երաշխիքներին ֆրանսիական նավը փորձում անցնի Հորմուզի նեղուցը,
եւ ռմբակոծվում է միանգամից, վնասվում է այդ նավը։ Եվ հիմա փաստորեն պատերազմի մեջ է մտնում Ֆրանսիան եւ իր այդ տարածքա ուղարկում իր ավիակիրը։ Հետաքրքիր զարգացումները սպասվում։ Մեծ պատերազմ անպայման։ Ես այսքան ժամանակ Ֆրանսիան կարողանում էր զերծ մնալ պատերազմի մասնակցելուց, միշտ հերոյ ուղարկում, բայց հիմա փաստորեն այսօր իր առևտրական նավը վնասելուց հետո ֆրանսիական ավիակիրը գնում է դեպի Պարսկական ծոց։ Գստեն, դա ինչով կավարտվի։ Դե այսօր Washington Times-ն է գրում, որ Թրամփը հայտարարում է, որ Իրանը խնդրում է իր այդ բանակցությունների։ Խնդրում, Ռուբիոն ընդեղ ասում է, պրծելա, էսի ասում է պարսիկները, խնդրում են իմ այդ բանակցություններ անելու։ Մյուս կողմից հաջորդ վարկանին գոռում է Չինաստանի վրա, ես քեզ նավթից զրկեմ։ Գժանոցը բաց երկնքի տակ։ Իսկ ամենակարևորը Իսրայելը հստակեցրել է հնարավոր թիրախները Իրանի տարածքում։ Ինքը պատրաստվում է պատերազմի, ես ոնց եմ ասում, 52 ռմբակոծիչ, լավագույն ամենածանր ամենաուժեղ հավաքված են Իրանի շուրջ։ Եվ այսօր վաղը շուտով տեսնենք այդ հարձակումը։ Ես ուղղակի չեմ կարող ասեմ, դա կլինի մինչև Չինաստանի դեպի Չինաստան այցելություն, թե Չինաստան այցելությունից հետո։ Ես կարծում եմ մինչև այցելություն, որովհետև այս վիճակով Թրամփը ոչ ասելիք ունի, ոչ առաջարկ ունի Չինաստանին, ոչ էլ Իրանին։ Հիմա հաղթած է եւ ուժեղ ոտքերի վրա կանգնած է Իրանը։ Ինչ ա ուզելու եւ ինչ պետք է խոսա Թրամփն դե։ Մտածում եմ, որ մինչև այդ այցելությունը կլինի այդ պատերազմը։ Այսօր սկանդալային հայտարարություն արեց Թրամփի ամենաուժեղ, ամենանվիրյալ քաղաքական գործիչներից մեկը նախկին Marjorie Taylor Greene-ը, որը պատմում է, որ ինքը ասել է լսի Թրամփ, լավ բան չեք անում, արդեն ինձ ու իմ երեխուն են, իմ տղուն են մահվան սպառնալիքներ հնչեցնում, քո ակտիվիստները, սա էլ պատասխանել է լավ են արել, դու արժանացել ես դրա։ Ու հիմա ինքը փաստորեն պատրաստում է հրապարակի սրա մեսիջները, որ ինքը դիմում է, որ գիտես ինչ, իմ վրա սպառնալիք կամ մահվան իմ ու երեխայի վրա, Ամերիկայի մեծ նահանգները ասում ավելանում, դու արժանացել ես դրա, որտեղ դու իրանցից մեկը չես, էլ չես աջակցում իր մարդակեր ծրագրերին։ Չէ, բացառիկ երևույթ է սա։ Այս ամերիկյան Նիկոլը իրոք բացառիկ երևույթ է։ Այս տեսանյութը ես նայեցի, մի քիչ երկար է, միանգամից պատմեմ ինչի մասին է խոսքը։ Ներքին ինֆորմացիայով Պենտագոնից ստացած պատմում է, թե Իրանը իրականում քանի ինքնաթիռ է խոսել ամերիկյան եւ քանի ռազմական թիրախ է կարողացել այս 2 ամսվա մեջ խոցի։ Մենք գիտենք 13 ռազմաբազայի մասին, որ ոչնչացված է, ռազմաբազաներ ոչնչացված է։ Փաստորեն դրանից բացի ընդհանուր 200 ռազմական օբյեկտ ամբողջ տարածաշրջանում ոչնչացված է։ Ընդ որում այդ ամեն ինչի մեջ մտնում է նաև այդ 13 ռազմաբազաները։ Դրանից բացի, ասենք 187 ընդհանուր 200 ռազմական օբյեկտ, ասենք պահեստներ, ճանապարհներ, չգիտեմ, կամուրջներ, նավթամթերքի պահեստներ, ինչ որ թռիչքի գծեր, 200 կարևորագույն ռազմական օբյեկտներ Իրանը կարողացել է վերացնի 2 ամսվա ընթացքում։ Ես չեմ պատկերացնում, եթե 200 ռազմական օբյեկտ անդե վերացել, դու ինչի վրա ես հենվելու, որ մի հատ էլ հարձակում կատարես Իրանի վրա։ Չեմ պատկերացնում, իրոք։ Բայց ես գիտեմ, որ պատրաստվում են, գիտեմ, որ Նետանյահուն հանգիստ չի տալու, պետք է իրականացնի, հրեաները հայտարարում են այդ մասին։ Անպայման պետք է հասնեն նրան, որ Իրանը վերանա բանի վրայից, քարտեզի վրայից, բայց էլի կրկնում եմ, դա չնող բան է, ավելի շուտ Իսրայելը կվերանա։ Վերադառնանք Հայաստան, լսենք մեր քույրին։
Ձեզ համար ընդունելի է, որ Փաշինյանը վեհապարին անվանում է եկեղեցուպետ եւ խոստանում հեռացնել նրան։ Ոչ, ընդունելի չի Փաշինյանի, ոչինչ ընդունելի չի։ Չեմ ընդունում ես իրեն կներեք։ Ձեզ համար Ներելու բան չկա, քույրիկ ջան, ներելու բան չկա։ Վերջում ուզում եմ լսենք Շարլին։ Թուրքիայում չեն ցանկանում ճանաչել այն, ինչը պետք է ճանաչված լինի եւ ինչը Գերմանիայում ճանաչվեց առանձնահատուկ ձևով։ Հարց է ծագում, արդյոք գերմանացիները թուրքերից ավելի խելացի են։ Ես բացարձակապես չեմ կարծում, որ նրանք ավելի խելացի են։ Պարզապես նրանք այլ կերպ են նայում կյանքին եւ կամենում են, որ բիծ չլինի իրենց երեխաների ձեռքերի վրա։ Քանի որ Այդ գիտեք ինչ։ Թուրքի չի կարա նենց անի, որ իր երեխեքի վրա բիծ չլինի, որովհետև Գերմանիան չունի այն պատմությունը, ինչ ունի Թուրքիա։ Թուրքիայի ամբողջ պատմությունն է արյան վրա հիմնված։ Իրանց ամբողջ պետության հիմնումը, դարապես գոյությունն է արյան վրա հիմնված եւ դա է իրանց փիլիսոփայությունը ընդ որում առ այսօր։ Բայց ոչ երբեք Գերմանիայինը։ Գերմանիայինը չի եղել նման բան, ոչ միջև Հիտլերը, ոչ էլ Հիտլերից հետո։ Գերմանիան ստեղծագործ երկիր, ասենք գերմանացի ժողովուրդը ինքը ստեղծագործ նստակյաց եվրոպական ժողովուրդ է։ Մենք իրենք չեն կարող համատել թուրքերի հետ։ Քոչվորի հոգեբանությունն է, որ կարող է թույլ տա, որ ինքը Հայաստանում ասի, ես զգում եմ ինչպես իմ տանը։ Քոչվորը միայն կարող ասի, ես պետքա լինեմ Սիրիայում, ես պետքա լինեմ Աֆրիկայում, ես պետքա լինեմ Հայաստանում, ես պետքա Միջին Ասիա հասնեմ։ Դա քոչվորի հոգեբանությունն է։ Խլեմ ինչ որ պատրաստ կա, իսկ գերմանացի ժողովուրդը այդ պրակտիկան չունի։ Ինքը չի գնացել գրաբի Իտալիան ու մնա այնտեղ։ Չէ, որտեղ կան, տենց էլ մնացել են։ Հələ այնքան չէին գնում այս կոմենկով, որ ասենք այն կարգի մասնատված էին, որ եթե Բիսմարկը չկարողանար այդ փոքրիկ իշխանությունները մանր-մունր հավաքել իր գլխի, մենք այսօրվա Գերմանիան չենք էլ ունենա։ Դրանք տարբեր անցյալ ունեցող, տարբեր որակի, տարբեր մշակույթներ կրող ժողովուրդներ են, այստեղ իրենց մեծ տարբերությունը հարգելի Հայաստան։ Վերջիններս, ինչպես եւ այսօրվա թուրքերը, պատասխանատու չեն այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել անցյալում։ Այստեղ էլ եմ ուզում կանգնեցնել։ Չէ, պատասխանատու են։ Պատասխանատու չեն լինի այն ժամանակ, երբ որ իրանք կընդունեն, որ դա եղել է, կդատապարտեն։ Ասեն չէ, մենք պատասխանատու չենք։ Բայց քանի դեռ այդ մեղքը խոստովանած չի, դատապարտված չի, իրենք պատասխանատու են։ Եվ ստեղ այն հանգամանքը, որ ճիվաղը պնդում է, որ այդ էջը փակված է, որ մենք պետքա չհիշենք, բայց ուզում եմ հարցնեմ այդ ճիվաղին։ Ով ես դու, որի պատմական հիշողությունը իմ պահանջը դու չեղարկես։ Ես իրանցից ստանալիք ունեմ։ Իրանք իմ երկիրն են խլել, իմ տունն ու տեղն են խլել, որը մեծ արժեք ունի, շատ մեծ, միջև այսօր, միջև հիմա այս օրերին։ Գիտեք, որ Իսրայելը Լեհաստանից փող է ուզում, հələ կոնտրիբուցիա է ուզում։ Այն հրեաների ունեցվածքի կորուստի դիմաց, որոնք արդեն ասենք մահացել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Միջև հիմա Իսրայելը Լեհաստանից պահանջում է, որ Լեհաստանը կոմպենսացնի հրեաների կորուստները։ Իսկ մենք ինչու հելել եմ դուս պրծուկ, ինձ ասում է դու պիտի պահանջ չունենաս։ Դու ես որոշողը, ես պետք է ունենամ, թե չէ։ Դու ինձ կարող ես որոշել, որ ես իմ ունեցած պատմական սեփականությունից, հիշողությունից հրաժարվեմ, թե ոչ։ Այն հանգամանքը, որ դու կարողացար են բաղանիցություն ու ոսկեպարծություն հանես իրանց տներից, դեմացը մի քանի բան շպրտես, դեռ չի նշանակում, որ դու կարող ես ամեն ինչ։ Հələ դրա համար դու պետք է առանձին պատասխան տաս։ Սակայն այսօրվա սերունդը սկսում է պատասխանատվություն կրել այն պահից ի վեր, երբ ընդունում է այն ժամանակվա թուրք կառավարության ընտրածուղին, որն էր
իրականության խեղաթյուրումը թե թերթերում, թե գրքերում։ Բայց այսօր ամբողջ աշխարհում կան այլազգի հեղինակներ, ովքեր գրում են իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, նաև ռուսերեն եւ Պատկերացնում եք խեղճ մարդու շոկը ինչ պետք է լիներ, եթե այսօր լսեր ճիվաղին։ Որին ասել, մենք պետք է հրաժարվենք։ Ցեղասպանություն չի եղել, մենք պետք է հասկանանք, մեզ ինչի են կոտորել։ Եվ ասել դե ջարդ է եղել էլի։ Կամ ասենք թուրքերը, որ ասեն դուք եք մեզ կոտորել։ Պատկերացնում եք խեղճ շարլի վիճակը հիմա։ նկարագրում այն, ինչ իրականում տեղի է ունեցել։ Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր մատնացույց կանեն ցեղասպաններին, եւ հարկ է, որ նրանք խուսափեն դրանից։ Իսկ խուսափելու ամենալավ միջոցը մեզ հետ մեկն միշտ համաձայնության գալն է։ Պետք չէ մեզ հեքիաթներ պատմել, լոլո կարդալ։ Անկարայում թուրքերը շատ սիրալիր են, բայց նրանք պաշտպանում են անպաշտպանելին։ Կարծես իրենք են արել դա, այսինքն մեղավոր են զգում իրենց։ Բայց թող չկարծեն, թե նոր սերունդը պետք է լռի, եթե նախնիները մահացած են։ Ընդհակառակը, մեր ձայնն այսօր ավելի ուժեղ է, քան երեկ էր։ Մենք Դա միջև Նիկոլն էր։ Դա միջև Նիկոլն պետք է բարձրաձայնենք, որպեսզի լինենք պաշտպանված։ Այդ դեպքում մենք կազատվենք մի բեռից։ Այդ բեռը ժխտումն է։ Խոսքն այն մասին չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք դա գիտենք եւ կրում ենք այդ բեռը, բայց այլ բան է հարկավոր։ Ցանկացած հիվանդության դեպքում գալիս է ապակինվելու պահը, եւ մենք կապակինվենք։ Այո։ Այս ապակինվելը գիտեք որն է։ Ինքնաճանաչումը։ Այսօրվա իմ հաղորդման ժամանակ իմ հյուրը ռոյակա բանաձև տվեց, ասեցի ինքնաճանաչման մասին խոսեցի, ասեց գիտես, որ մարդու օրգանիզմի մեջ այն բջիջները, որ ինքնաճանաչում չունեն, չգիտեն իրանք ով են, դառնում են քաղցկեղային բջիջներ։ Ես ուզում եմ քանդել օրգանիզմը։ Ներսից խեղդել, ուտել, վնասել առողջ բջիջներին։ Եվ այդ պայքարի մեջ, եթե ինքնաճանաչված բջիջները զիջեցին իրենց քանակով, օրգանիզմը մահանում է, փաստորեն։ Որովհետև առողջ օրգանիզմը միայն առողջ բջիջները կարողանում են իրենք խեղդել քաղցկեղածինը։ Իսկ քաղցկեղածինը դա ինքնությունը կորցրած բջիջն է։ Երբ որ ինքը չի հասկանում ինչի պետք է ծառայի, ով է, իր ֆունկցիան որն է։ Մեր փրկությունը հենց այդ քաղցկեղածին բջիջից վերածվել օգտակար բջիջի։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց ինքնությունը եւ վերածվել են Հայաստանի Հանրապետության մեջ քաղցկեղածին բջիջի եւ ավիրելով ման են գալի իրենց մետաստազները ծառայելով, տարածելով։ Մենք պետք է կարողանանք առողջ մասով դառնալ իմունիտետ։ Ազգի իմունիտետը դա ազգային գիտակցությունն է։ Ամեն ազգ ունի իր իմունիտետը եւ դա ազգային գիտակցությունն է։ Չկա ազգային գիտակցություն, չկա իմունիտետ։ Մեր փրկությունը դրա մեջ է։ Դրա համար ես ոնց նայում եմ մեր շարժումը, որ պետք է կրի ինքնաճանաչում։ Ինքը պետք է իրականանա ամեն պարագայում, անկախ այս ընտրության արդյունքներից։ Ոչ ես հիմա չեմ ուզում շտապեմ այդ առումով, բայց ոնց նայում եմ սա անհրաժեշտություն։ Փրկությունը դրա մեջ է։ Դրա մասին են ասել մեր բոլոր մեծերը, բոլոր կոմիտասից սկսած մինչև նշտե։ Այսօր ման բայասկանը, տամնացեք։